Խստաշունչ ձմեռը խնդիրներ առաջացրել է կոմունալ ծառայությունների սպասարկման բոլոր ոլորտներում։ Համապատասխան կառույցներն արդեն երկրորդ շաբաթն է աշխատում են արտակարգ ռեժիմով։ Բնակիչ բաժանորդների կողմից ահազանգերն ավելացել են մի քանի անգամ, բայց օրինակ ջրմուղագործները չեն հասցնում արձագանքել բոլոր տեսակի ահազանգերին։ Խնդիրը համընդհանուր է թե Գյումրիում եւ թե Մարզի գյուղական համայնքներում, նշում է Շիրակ ջրմուղկոյուղու տեխնիկական տնօրենը։ Վերջին օրերին կրկնակի ու եռակի անգամ ավելացել են ջրագծերի վթարները, բացի այդ գրեթե բոլոր բազմաբնակարան շենքերում ու նաև սեփական տներում կան սառած ջրախողովակներ։ Ջրմուղագործների վթարավերականգնման աշխատանքները շատ դեպքերում արդյունք չեն տալիս, քանի որ ըստ Արշալույս Ավդալյանի ջերմաստիճանի բարձրացում չկա եւ խնդիրն էլ օրեցօր ավելի մտահոգիչ է դառնում։ Ցանցում միշտ ունեցել ենք ջուր, որովհետեւ շատ տներում կամ բազմաբնակարան շենքերում խուսափեն սառեցման ջրի սառեցման խողովակներից, բայց քանի որ երկար արդեն 1 ամսից ավել է, երբ կտրուկ նվազեցում է գնում ջերմաստիճանի, նույնիսկ չի էլ բարձրանում, սառեցման խորությունը տեղ-տեղ գերազանցում է 1.60-ը։ Այսօր մեր ամբողջ անձնակազմը գիշեր ու ցերեկ հայտարարված արտակարգ իրավիճակ ջրմուղում, որովհետեւ հնարավորին չափ կարողանանք դուրս գալ մինչև գարուն։ Քաղաքի որոշ թաղամասերում, իսկ Մարզի որոշ գյուղերում ներկայումս ջրամատակարարման հետ կապված խնդիրներ կան։ Պրոբլեմն ավելի բարդ է գյուղերում, ձյան շերտն ավելի հաստ է եւ ջրմուղագործներն էլ ստիպված դահուկներով են դեպքի վայր հասնում։ Ջրմուղի տեխնիկական տնօրենն այս ոլորտում 30 տարվա աշխատանքային փորձ ունի ու նշում է, թե առաջին անգամ է հանդիպում նման իրավիճակի, երբ կատվածահար է ջրատար համակարգն ու կառույցի միջամտությունն էլ ընդամենը 50%-անոց արդյունք է տալիս։ Այս աստիճանի սառեցում չի եղել։ Եղել է 1 օր, 2 օր, եւ ձմեռը, ինչպես գիտեք, շատ շուտ եկավ, շատ 1 ամիս շուտ, արդեն 4-րդ ամիսն է, մեզ մոտ ձմեռը եւ անդադ սառեցում է գնում։ Էներգետիկ համակարգում ըստ մասնագետների խնդիրներն այնքան էլ խորքային չեն։ Թերևս պատճառն այն է, որ ցանցն համեմատաբար բարվոք վիճակում է գտնվում, բայց այնուամենայնիվ էլեկտրաէներգիայի խափանումներ լինում են, պարբերաբար վնասվում են էլեկտրալարերը, դրանք վերականգնելն այս ցուրտ եղանակին փոքր-ինչ դժվար է, ասում է Հայաստանի էլեկտրական ցանցեր Փակbaşնետիրական ընկերության Ղարս մասնաճյուղի ճարտարագետը։ Հողը սառչում է եւ փորման աշխատանքները բավականին դժվարանում են։ Եվ ինչն է հետաքրքիր գծերի սառցակալում, որպես այդպեսին ավելի շատ փորձը ցույց է տվել եւ դա տեխնիկապես նաեւ բացատրելի է, հաղորդարարի սառցակալում ավելի շատ լինում է աշուն ցմեր անցման ժամանակահատվածում եւ ցմեր գարուն անցման ժամանակահատվածում։ Տրանսֆորմատորային ենթակայանների աշխատանքի խափանման դեպքեր չեն արձանագրվել։ Փոխարենը քաղաքում եւ գյուղերում հաճախակի վնասվում են օդային հոսանքագծերը։ Պատճառը դարձյալ ցածր ջերմաստիճանն է։ Կանխատեսել թե 5 ամիս հետո ցմերը ինչ կլինի, մենք չենք էլ կանխատեսում, մեզ դա հետաքրքրել չի այնքան, մենք նախապատրաստվում ենք այնպես, որ ցմրան սառնամանիքին, բեկին մեր սարքավորումները նորմալ աշխատեն։ Մեծ թվով վթարներ նաև գազամատակարար համակարգում են եղել։ Գազաֆիկացման ու գազամատակարարման Գյումրու մասնաճյուղից մեզ փոխանցեցին, որ ուժեղ քամու պատճառով որոշ բնակարաններում չեն գործել ծխատար ու օդատար ուղիները։ Արդյունքում վերջին 3 օրերի ընթացքում գրանցվել է շմոլ գազից թունավորման 2 դեպք, իսկ գազախողովակների վթարների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է գրեթե կրկնակի։ Հերմինե Մկրտչյան, Համբարձում, Պապոյան, Գալենյուս։